Այսօր հայտարարել են, որ թոշակները մինչև 10,000 դրամ բարձրացնում են։ Դա ձեր որոշման վրա ընտրություններին ընտրել կամ չընտրել Փաշինյանին կազդի։ Չէ։ Փաշինյանը Իմ համար մեկ ասիչ ջան։ Մինչև 10,000 թոշակը բարձրացնում են։ Հա, թող բարձրացնեն։ Նիկոլ Փաշինյանին։ Ընտրենք, իրանեն կընտրեն։ Բացարձակապես։ Այ մի ուրիշ հարց, ասում են մի 2 ամիս առաջ ասում են թոշակառները չգիտեն ոնց ծախսեն, սխալ դեղեր են առնում, չենք բարձրացնում դրա համար։ Հիմա կիմանաք ոնց ծախսեն։ Մի հատ հին անեկդոտ կա։ Փողոցային կինը եւ ընտրված, այսպես ասած, դեպուտատը խոսում են այգբանում, ռեստորանում, ես դեպուտատ ասում եմ, գիտես, ես 20 տարվա դեպուտատ եմ, բայց մինչև հիմա մի կոպեկի կաշառք չեմ վերցրել։ Ես կինն էլ ասում եմ, ես ես 20 տարի է, ես աշխատում եմ փողոցում, բայց կհավատաս, մինչև հիմա աղջիկ եմ, կույս եմ մնացել։ Չէ, ոչ մի բան չի արվում։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ, ես թոշակ չեմ ստանում։ Թոշակառու եք թե չէ, ստանում եք թոշակ։ Բա ոնց։ Հիմա ասում եմ բարձրացնում են թոշակները, կընտրեք Փաշինյանին ընտրություններին։ Դե ես հələ ոչ չգիտեմ ինչ եմ անելու։ Ոչ, չի ազդի։ Իսկ դուք ծախսելու ձևը գիտեք այդ գումարի, որովհետև մի քանի ժամանակ առաջ ասում եք չգիտեն։ Մտածում նստած, մտածում ենք ոնց ենք ծախսել այդ 10,000-ը։ Մոտ 2 ամիս առաջ ասում էին թոշակառները ծախսելու ձևը չգիտեն, եթե ավելացնենք 10,000 ինչ կանեն։ Հիմա այսօր Փողերը տանում ես, մենք ձևը գիտենք։ այսօր հայտարարեցին, որ բարձրացնում են այս նախընտրական շրջանը։ Լսեցինք։ Նախընտրական երևի հենց դրա համար էլ բարձրացնում են։ Ընտրություններին որ մասնակցեն։ Հիմա հիմար մարդ չկա։ Բոլորս է շատ լավ հասկանում ենք ամեն ինչ։ Հա, Դա ընտրություններին ձեր որոշման վրա կազդի։ չենք ուզում պատասխանենք։ Ոչ։ Ես որ ասեմ ոչ մեկի չեմ ընտրում, դա էլ ընտրակաշարք է։ Ընտրակաշարք այո, դեղորանդանոց ինձ ոչ մի դեղորյակ չեն դրել, բայց ասում են 20,000-ի դեղորյակ ենք Այս տալիս։ վերջին փոփոխություններից հետո էս Հա, ապահովագույն։ երեք գնացել եմ ես աշկս վիրահատել եմ, ես աշկսել պետք է գնամ վիրահատեմ, ոչ մի դեղորյակ չեն, ասում չի հասնում։ Այ իսկ Տիկին ջան, մոտ 2 ամիս առաջ ասում էին չենք բարձրացնում թոշակները, Թոշակները- որովհետև չգիտեն ոնց ծախսեն թոշակառները։ Ոնց ծախսեն։ Ես ուտել չեմ ուզում, լավ էլ կծախսեն։ Իրանք դոլարներով, դրամներով, միլիոններով բան օգնություն են տալիս, ես ինչ են տալիս, մենք չենք կարա ծախսեն, գնից կծախսեն մի ժամում։ Ես շատ գնամ ցավատ տանեմ։ Այ մատ բորը լավնա թողեն է լինի։ Ոչինչ, թողეთ է լինի։ Այն պատերի տակ նստողները, որ հիմա հեչ աշխատանքային փորձ ունեն, խոպանիստների կանայք են եղել, պաշտոնավորների կանայք, այսօր նրանց մինիմալը բարձրացնում են, որ ես թունավոր արտադրամասերում աշխատել եմ, իմը ասում եմ, ես հասկացա, որ իմը չի բարձրանում։ Չէ՞ որ ես հարկ ու տուրք եմ վճարել այդ պետությանը, ներդրում ունեմ այդ պետության համար։ Ես այդ բոլորը լրիվ հասկանում եմ։ Ընտրակաշարքի է նման։ Որոշ չափով ես այդ ամեն ինչ հասկանում եմ, որ այս ընտրություններն է իրանց ստիպում, որ հիշեն, որ թոշակառու կա 600,000 ձայն կորցնում են իրան։ Ես այդ ամեն ինչը հասկանում եմ։ Բայց արդար չի, երբ որ պատի տակ նստածը ես ինքս ստանում եմ 49,000, նրանը բերեց հասցրեց ինձի։ Փաստորեն աշխատող, չաշխատող հավասար։ Չէ՞ որ ես ներդրում ունեմ, հարկ ու տուրք եմ վճարել պետությանը, նա ոչինչ։ Խոպաններով իրանց ամուսինների հետ մանեն եկել, չեն թողել աշխատեն, կարիքը չեն ունեցել, իսկ այսօր նրանց ասում են չէ, ոնց մինիմալը բարձրացնում ենք։ Բայց ինչ կապ ունի դա Նախընտրական շրջանը ամեն դեպքում։ Նախընտրական շրջանը ամեն դեպքում։ Կարելի է բոլոր հարցերում որոշել ընտրել թե չընտրել, ոչ միայն թոշակի հարցում։ Արդեն մենք դժվեցինք ավտոբուսների համար։ Բարձրացրեցին 150 դրամով, դարձրեցին եւ խանութներում գները արդեն մեկ առ մեկ բարձրանում են օրեցօր ամիսներ բարձրանում են։ Հիմա էլ թոշակ կբարձրացնեն, մի պայել արդեն այդ թոշակի հույսին կբարձրացնեն։ Շատ շնորհակալ եմ, ես չեմ պատասխանում ոչ մի հարցի։ Այս մարդկանց վրա դա չի ազդի։ Դա այնպես չի, որ ասեք թե կամ կաշառում են կամ ես ինչ գիտեմ, ինչ են տալիս։ 2 ամիս առաջ ասում էին թոշակառները չգիտեն ինչպես ծախսել, սխալ դեղեր են առնում, այսօր ասացին, որ բարձրացնում են։ Ինչ է կարծում։ Դա ավելի լավ որ բարձրացնում են։ Կազդի էլի մի քիչ։ Այսինքն կտրեք Փաշինյանին, որ 10,000 բարձրացնում է Հա, թոշակները։ կազդի։
Ընտրություն ես չեմ գնում։ 30 տարի խաբվել եմ։ Նորից շարունակեմ այդ ու անխելք մարդ եմ ես։ Ոչ մի ընտրություն, իսկ թոշակը այդքան ասում են, բայց խիստ կասկածում եմ։ Տեսեք, մոտ 2 ամիս առաջ ասում են թոշակառուները չգիտեն ինչպես ծախսեն գումարը, սխալ դեղեր են առնում։ Դուք նման խնդիր ունեցել եք երբևէ։ Սխալ դեղ առնեք կամ չիմանաք ինչ անեք։ Շատ թանկ է։ Հիշողության դեղս 10.000, 7.000։ Ահավոր բան է։ Ոնց ենք դիմանալու չեմ անում։ Դե պիտի փնտրեմ։ Ուրիշ եկամուտներ պիտի փնտրեմ, ինչ արած։ Ձեր Ինքներդ հավատում եք։ դե գուցե բարձրացնեն։ Ձեր որոշման վրա կազդի ընտրություններին ամեն դեպքում ընտրել կամ չընտրել Փաշինյանին։ Չգիտեմ, ես բացարձակ չեմ ընտրել ու չեմ էլ ցանկանում։ Որովհետև 36.000 գումար եմ ստանում։ Քիչ էլ բավականացում ոչի։ Սա սուտ է դա։